Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հերթական բացահայտումներին անդրադարձել է մեր լրագրող Էլիզա Գալուստյանը։ Արմավիրում իրավապահների իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ենթադրյալ ապօրինի գործունեության մի շարք դրվագներ, որոնք վերաբերում են առանց համապատասխան դրոշմանիշի ծխախոտի և կեղծ ալկոհոլային խմիչքների իրացմանը, ինչպես նաև դեղատոմսով նշանակվող դեղամիջոցի հնարավոր ապօրինի շրջանառությանը։ Դեպքը հերթական անգամ ուշադրություն է հրավիրում ստվերային առևտրի այն շղթաների վրա, որոնք բացի պետությանը հասցվող տնտեսական վնասից կարող են նաև անմիջական վտանգ ներկայացնել քաղաքացիների առողջության և անվտանգության համար։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի Երևան փողոցի մի բնակիչ պահում է զենք զինամթերք, ցմրամիջոց, նաև ձեռք է բերում և իրացնում է ալկոհոլային խմիչքներ և առանց համապատասխան դրոշմանիշի ծխախոտներ։ Հունիսի 17-ին նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նույն փողոցում գտնվող Արմավիր քաղաքի 53-ամյա բնակչի վաճառքի կետում կատարվեց զննություն։ Փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն է կատարվել Արմավիր քաղաքի Երևան փողոցի բնակչի խանութ տաղավարում։ Զննությամբ հայտնաբերվել է 16 հաբ դիազեպամ տեսակի դեղահաբեր, 24 շիշ կեղծ օղի, տնային պայմաններում պատրաստված օղիով և կոնյակով լցված պլաստիկ 120 շիշ։ Այնուհետև հայտնաբերվել է առանց QR մակնշման թվով 12246 տուփ ծխախոտ։ Նման բացահայտումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն ապօրինի առևտրի դեմ պայքարի, այլև հանրային առողջության պաշտպանության տեսանկյունից։ Առանց պետական վերահսկողության արտադրված կամ կեղծված ալկոհոլային խմիչքները կարող են պարունակել կյանքի և առողջության համար վտանգավոր նյութեր։ Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված դիազեպամ տեսակի դեղահաբերը վերջինիս իրացրել է նույն քաղաքի 47-ամյա մի բնակիչ։ Նույն օրը 53-ամյա տղամարդը ձերբակալվել է և տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել։ Գործի հետագա ընթացքը կախված կլինի նախաքննության արդյունքներից։ Եթե հավաքված ապացույցները բավարար համարվեն, պատասխանատվության հարցը կքննարկվի արդեն դատական կարգով։